Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ 107 տարի հայկական լեգեոն Արմենակ Աբրահամյան ինչա բացահայտում թարմացված զեկույցը Բաքվի գործողությունների մասին։ Ետեռնալը նվերջի Հակոբ Հակոբյան հունցնված բրականապայրը խոսում սոր վերջինը սպասում է յուրան ժողովրդին դրմբոն Արցախ բազր կանի խայասոր կարևոր քյոմագյանել Արևմտյան Հայաստանապետական տելևիզիոն միացիկ մեր վետերաններին 2026 թվականի փետրվարի 1-ին լրանում է 1919 թվականի Պերվի համաշխարհային պատերազմին վախտը ֆրանսիական ուժերի կազմում ստեղծված հայկական լեգիոնի ստեղծման 100-ամյակը։ Հայկական լեգիոնը սկզբնականում կոչվել է Արևելյան լեգիոն, Լեժիոն Դողյա, հետո 1919 թվականի փետրվարի 1-ից ստացել է Հայկական լեգիոն, Լեժիոն Աղմենյան անունը։ Այս ստորաբաժանումը նպատակ ունեցավ միավորել ֆրանսիահայ կամավորներին ու օսմանյան հայ փախստականներին Մերձավոր Արևելքում, մասնավորապես օսմանյան կայսրության դեմ Կիլիկիայի մարտական գործողություններին մասնակցելու ապագա հայկական ազգային բանակի Արևմտյան Հայաստան միջուկը կազմելի հետի։ Հայկական լեգիոնը գործարար որպես ֆրանսիական բանակի վոլյունտերային միավոր, վերը մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմի ռազմական արշավանքներին, բացի Սինայի ու Պաղեստինյան ճակատները ու ունեցել է մարտական դեր նաև հետագա ֆրանսո-թուրքական պատերազմի վախտը։ Սկզբնական շրջանում ստորաբաժանումը կազմված այլել մոտ 4124 կամավորներ է, իսկ ավելի ուշ 1920-1925 թվերին յուրան թվականակը հասավ մոտ 10150 հոգու, ըստ որոշ ռազմական հաշվարկների։ Այս լեգիոնը կարևոր դեր է խաղալ Արարայի ճակատամարտում ու այլ մարտերում Արևելյան ճակատում գործունեել Միացյալ Նահանգների ու Անգլիայի զորքերի հետ։ Օսմանյան բանակի դեմ։ Չնայած հաջողություններին զինծառայողների հարաբերությունները հունցը ֆրանսիական հրամանատարության դիել տեղական քաղաքական իրավիճակի հետ բարդացման ու 1920 թվականի լեգիոնը դադարել գործառույթը ֆրանսիական քաղաքականությունը վերափոխվելու պատճառով։ Սոր հայկական լեգիոնի պատմությունը հիշատակվում է որպես հայության մտավորության պայքար ու նվիրում միավորների հետի վեր իրենց կյանքը ներդրալն արևելյան ճակատների վրա։ Ճշմարտության ու արդարադատության կենտրոնը հրապարակալ է Բաքվում հայ պատանների մշակութային ոչնչացման ու Հայաստանը տարածքային ամբողջականության շարունակական խախտումների վերաբերյալ թարմացված զեկույց։ Հիմնված 2020 թվականի Արցախյան պատերազմից ի վեր տարիներին վախտը հավաքված վկայությունների ու փաստաթղթավորված ապացույցների վրա այս զեկույցը թարմացվել է Ամերիկայի ներկայիս վարչակազմին, կոնգրեսին ու միջազգային ՀԿ-ներին ուղարկելի հետի Free Armenian Hostages։ Արցախի հանրապետության արդարություն կուսակցության համահիմնադիր ու համանախագահ Հակոբ Հակոբյանը կիրում ավեր արցախահայության իրավունքները անվիճելի են, բայց դրանք ինքնին վերադարձ չեն ապահովում։ Միջազգային իրավունքի հիշատակումը կամ զոհի կերպարը կարին խղճահարություն առաջացնին, բայց դարձնում չեն արցախահայությանը քաղաքական գործոն։ Սոր արցախահայությունը դիտարկվում է որպես սոցիալական խնդիր, վեճտապահանջատեր ուժ։ Օգնություն խնդրողին քյոմ է գնանում, իսկ իրավունք պահանջողին հետ հաշվի նստում։ Ետեռնալը չպիտի պարտադրվի դուսյա, եթե արցախահայությունը չդառնա կազմակերպված ու ազդեցիկ Հակոբյանը ընդգծում ավեր ետեռնալը տրվում չի, ձեռքաբերվում միասնական օրակարգով պատասխանատու խոսնակներով ու հստակ քաղաքական պահանջներով։ Ետեռնալ Արցախ կարգախոսը հուզական է, բայց գործնական լինելի հետի անհրաժեշտ են կոնկրետ պայմաններ, անվտանգություն, միջազգային ներկայություն, սեփականության իրավունքի ճանաչում։ Վերջում ինքը շեշտում է հարցը ետեռնալը ցանկանալ չի։ Ուժը տրնալը վերը կարը յուրան ետեռնալը պարտադրել։ Ետեռնալը սկսում է ինքնագիտակցությունը, կազմակերպվածությունը ու համատեղ կամքից։ Փետրվարի 8-ին Կոստանդնուպոլիսում բացառիկ ներկայացում է 9-ական 10 վարպետաց նվիրված վասպորական պարային ժառանգությանը։ Բիրարադադանս միասին ընկպարկյամ նախագծի շրջանակում Լևենտ Սոյի ու Չիլան Գաքիի ղեկավարությունով ներկայացվելու Վան Մուշ ու Բիթլիս տարածաշրջանների ավանդական պայրը որպես պատմական հիշողության ինքնության կենթանի արտահայտություն։ Վասպորականը հայ ժողովրդի պատմական տարածքներ են Ավանա լճի շրջակայքում 1915 թվականանը ետը այս տարածաշրջանի հայ բնակչությունը բռնի ձևով տարագրվել է արմատներն գցելով Հայաստանում ու Սփյուռքում, բայց ժամանակի փորձություններին զուգահեռ իրանց երկերնա պարերը համ պահպանվալն, համ էլ վերաիմաստավորվալն հանձնելով խորհրդային շրջանի անկախ Հայաստանի փուլերով։ Ներկայացման վաղտը կատարվելու է համեմատական ուսումնասիրություն Գորանի, Քերծի, Մերոքե, Պապորի ու Յարխուշտա պարերի շուրջ համադրելով դրանց ներկայիս կատարումները Հայաստանում ու Սփյուռքում անցյալի ձևերի հետ։ Այս պայրի միջոցով բացահայտվում են հավաքական հիշողության ճանապարհները ու մշակութային շարունակականությունը։ Վարպետաց դասը անցկացվելու է փետրվարի 8-ին ժամը 2-ից մինչև ժամը 8-ը։ Մասնակիցներն համ ծանոթանալու պայրի պատմական փոխակերպումներին, համ էլ գործնական քյոհնյաութեզա տեսագրություններին հետ ու գործնականում սվռլական քննարկող պարերը։
Բաքվի պետական Ազերտ Հաջ գործակալությունը Արցախադրմբոն շենը ներկայացրել է որպես ստի կոչված ազատագրված ու ադրբեջանական բնակավայր, բայց այս պնդումները համապատասխանում չեն պատմական իրականությանը։ Դրմբոնը հինավուրց հայկական շեն է, վերսկզբնապես կոչվել է Մաչախ, Մաչեղ, ու այդ անունը հիշատակվել է դեռևս 13-րդ դարում Գանձասարավանքի 1240 թվականի արձանագրության մեջին։ Շենի տարածքում հայտնաբերված 1187 թվականի թվագրվող տապանակարը վկայում է ստեղ բնակավայրը գոյություն ունեցել ավելի վաղ։ Պատմական աղբյուրներն ու եկեղեցական փաստաթղթերը հաստատում են Դրմբոնը դարեր շարունակ իրել է Գանձասարավանքի ու Հասան Ջալալյան իշխանական տան կալվածքը։ Մինչև 2023 թվականի սեպտեմբերը շենում բնակվել են բացառապես հայեր, ինչը արձանագրված է սաղ մարդահամարներում։ Չնայած այս անառարկելի փաստերին, Բաքվի քարոզչությունը փորձում է Դրմբոնը ներկայացնել որպես ադրբեջանական շեն։ Ստեղծված անօրինական վիճակը պիտի վերացվի, ու Արցախը, այդ թվում Դրմբոն շենը, պիտի վերադարձվի իրան իրական ու օրինական տերերին։ Արցախայության ետրնալին այլընտրանք կավեճ։ Արցախը բնիկ ժողովուրդը պիտի ետրնա իրան հայրենիքը տիրոջ իրավունքով։ Բազարկանի բառը հավանաբար իրանական ծագումոնը նշանակալ է վաճառակա։ Մուսալերում իլել է հովի ճաշի անվանումը իլել են տարբեր տեսակի բազարկանիններ։ Մախաղի մեջ իլել է սուրքի մուսալերան հորած պանիր կամ ձիթապտուղ։ Սայրում մխելա ձիթենիայլալ ու ճուղուպուր, հետևաբար մին պատար ձիթապտուղ, մի հատ սողան, պամիդորի մածուկ, ճուղուպուր ու ձիթայուղ։ Ահա ու համեղ կերակուրը հովվի։ Արևմտյան Հայաստանը տելևիզիոնին հավատարիմ մնալ ավիրան սկզբունքներին է եշողներին շարունակում իրան անխափան գործը թեզամոտեցումները։ Ոնց արդեն գիտում եք, մեր տելևիզիոնն ինքնագովազդավ չի զբաղվում։ Հիմնականում հեռարձակում Արևմտյան Հայաստան պատմության ու ներկայապագայի մասին տեղեկատվություն, քաղաքական ու այլ ենթատեքստերով մինչ տարբեր խնդիրներ է քննարկում։ Արևմտյան Հայաստանը տելևիզիոնին գրանցել իրան ամենակարևոր նվաճումները մինը հրատարակել Արևմտյան Հայաստան շաբաթա թերթը վերի նպատակն է պահպանելու տարածել մեր պատմություն մշակութային ինքնությունը։ Մունք նաև թափանցիկ ու մաչելի ձևով ներկայացնում Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի կառավարության ազգային ժողովի այլ կառույցների քաղաքական զարգացումները։ Սիրելի հայրենակիցներ, ձեր քեմագավը մեր տելևիզիոն հնարավորություններ ավելին ընդլայնվում ու պնդանում, մուք միասին ընկուժեղ։ Հայ վետերանների ու քեմագյանողների միավորում, ֆրանսիացի վետերանների ու հայկական ծագումով դիմադրողների միավորում։ Եթե 18-ից 78 տարեկան քումին պատար ազատ վախտոնի կարիք միանակ հիշատակի պահապաններին պատիվ հայրենիք եղբայրություն։ Ձեր խնդիրն այնական պաշտոնական արարողությունների վախտը պիցրցնել Արևմտյան Հայաստանը դրոշը։ Հիշատակի պահապանները իրենց նշանակալի ներկայացնողը պաշտոնական արարողություններին ու հիշատակի արարողություններին վախտը վերոնց մասնակցումն այլ կազմակերպությունները եւս պատվում են այն հայ զինվորներին ակամավորներին վեր 1916 թվականից մինչև մեր օրերը իրենց կյանքը վտանգալն պաշտպանել ֆիզիկական վտանգի գտնվող քաղաքացիական բնակչությանը։ Խնդրում ենք հապաղիկ վեճկավիկ նախագահ Ժան Ղազարոսյանին հետ լրատվիչ տեղեկություններ ստանալի հետի։ Սիրելի հայրենակիցներ, սորվա տեսքան ենք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։